Շարունակում ենք աշխատել ուղիղ եթերում, իմ հյուրն է Խաչիկ Մանուկյանը, բարև ձեզ, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Մեզ կարող եք հետևել Հայլի Ակումբի եւ Անժելա Թովմասյան YouTube-յան էջերով եւ այսպես դիվահարը չի հանգստանում, առավոտը բացվում է, որ ասում է առավոտը բացվեց, բայց այն բարի չէ, ժողովրդի համար դիվահարը նոր գրառում է արել թիրախում, հիմա ես կարծում եմ սխալ ասել հայ առաքելական եկեղեցին է, ի սկզբանե ինքը իր ծնունդով իր համար թիրախ է եղել հայ ժողովուրդը, հայոց պետականությունը, բայց հիմա մեկ է կենտրոնացումներ է ունենում այս փուլում, այս հատվածում հայ առաքելական եկեղեցին է։ Գիտեք, սա այն դեպքն է, երբ չարքապատկան ծնունդները երբ արդեն եղան, տեսանք եւ հիմա սրանք մեր իրականության մեջ կայացած երևույթներ են, կարծում եմ, որ իրենց ծնունդից անմիջապես հետո շատ ուրեմն ապահով են զգացել ծնողները, որովհետև որևէ վնաս չէր կարող լինել, վնաս բերողը իրենք են, եւ եթե որևէ մեկը ասեր, գիտեք, ձեր զավակը նման խնդիր ունի, կասեր այն մարդ մեր զավակն է բոլորին խնդիր բերելու։ Նրանք ի սկզբանե հասկացել են եւ կարծեմ հայրը հուշեց, ինչ որտեղ հայրը հուշեց, որ փոխեն, ուրիշի ուրեմն հետևից գնան, ուրիշին ընտրան, կարող մեկին ով կարողանա այս ծանր պահին բան։ Եկել է չարքապատկանը եւ չարքապատկանը հավաքել է իր չարքապատկան թիմը եւ թվում էր թե իջնելու այլևս տեղ չկա։ Վերջ, ել ուր իջնի։ Արդեն մակերեսին է, բայց պարզվում է կա։ Ես հիշում եմ Սանդարամետի մասին, երբ կարդում էի դժոխքի Աստծո, նա ուրեմն գետնի տակն էր։ Ուրեմն սրանք էլ իջնում են գետնի տակ դեպի Սանդարամետը։ Եվ ուրեմն այդ դժոխքի մեջ սրանք արդեն կգտնեն իրենց տեղը եւ հուսամ, որ արդեն տեղից այլ գլուխ չեն կարող անել եւ այո գնալով իջնում են։ Հիմա գլուխը մցրել է հոգեվորականների սավանների մեջ։ Բայց կարծում եմ լավ տեղ չի, մեկը չկա կողքից հուշի, որ ասի, արա կարող է վատ բան ստացվի, հանի գլուխդ այդ սավանների միջից, այդ հոգեվորականների սավանների միջից եւ ի վերջո մեկի հետ զրուցում էի, ասաց գիտես շատ ավելի հետաքրքիր կլինի, լսել էր ինքն էլ իմ համար շատ հարգելի ռազմական փորձագետին Հայկ Նահապետյանին, այստեղ ձեր զրույցը եւ Հայկ Նահապետյանը ասաց գիտես այդ կողքդ մնացել են այսինչ պիդարաստները եւ ուրեմն ասում եմ շատ հետաքրքիր կլինի իմանանք այդ պիդարաստներին ովքեր են դոմփում դրանք միակողմ սիրահարներ են այդ կողք շուրջ եղած պիդարաստները Այդ շատ հետաքրքիր կլինի իմանանք դրանց ովքեր են դոմփում այտենց բաներ բացի որ քո զոմբիախումբը իսկապես հետաքրքրված լսի քեզ որտեղ դու կառավարության նիստերով նրա համար չի որ դու տնտեսական հարցեր լուծես չգիտեմ ինչ հարցեր մշակութային նրա համար է որ գաս գլուխդ կողքես սավանների մեջ տենասով ինչ է անում Բայց արա, այս միլիարդները որ ծախսել ես, այսքան միլիարդներ որ ծախսել ես, ընդամենը այտենց մի մերկապարանոց հայտարարություն համար է, անելու համար է։ Ես հիշում եմ, երբ Ռազմիկ Դավոյանին գրողների միությունից ուզում էին հեռացնել, նրա վրա արշավ կազմակերպեցին եւ ուրեմն ստեղծել էին վերստուգիչ հանձնաժողով, մի միջակ գրողի դրել էին հանձնաժողովի նախագահ եւ երբ սա հելավ զեկուցը կարդալու ասաց Գիտեք, դե լուրջ բան չէր կարող բնականաբար գտնել, ասում է Ռազմիկ Դավոյանը երկու ընկերների հետ գնացել էր Սևան գրողների տուն եւ 3 կիլոգրամ խոզի միս էր առել, ուրեմն գրական ֆոնդի հաշվին։ Երբ զեկուցը ավարտեց այս գոյանքը, Ռազմիկ Դավոյանը հելավ իրեն բնորոշ իր տաղանդի հմայքով հելավ ասաց. Արա քեզ այսքան լուրջ գործ եմ վստահել որ դու հենց sense ամփույթ կերպով ասես 3 կիլոգրամ միս են առել, ինչու՞ չես պարզել, ում ափսեում քանի կտոր էր դրված։ Հիմա դու արա այ դուխով տերապկա, ի՞նչ ես պարզել։ Շաբաթը քանի անգամ է դոմփում, քանի ինչքան է տևում սեռական ակտը, ողորմելի տերապկա։ Տնտեսությունը զարգացնելու փոխարեն ընկել ես արա կամ ես ռազմարվեստով զբաղվելու սահմանները ամեն օր կրակում են, այ բոմժ, հելելես ասում ես ովում է դոմփում, խիա դոմփում, արա ինչ մեղք եք դուք, եւ այդ կառավարության լակոտ լուկուտներն էլ ընկել են հետևից սրաներա նկարն են դնում, կանանց նկարներ են ճարում, փակցնում սրբազանների կողքին, որը ինչ ցույց տա կարա, այ ողորմելի դուխով տերապկեք, ոչ մի բանի կարող, տոտեղ էլ շնորհ չունեցաք, արա այդ կառավարության նիստերից մի միլիոն դոլար դուրս գրի, 1000 դրամի մոմար, դուք սովորեք, չէ՞ մի միլիոն դոլար դուրս գրեք 1000 դրամ ծախսելնի, ցույց տա որ մոմերը բաժանի կառավարության անդամների խրգի սրբազանների, ուրեմն սնարների դիմաց կանգնեցրու այդ ննջարաններում, համ կերևա ինչա, այս համել կգան քեզ մանրամասը կզեկուցեն Այդ քո զոմբիներն էլ կուրախանան, կասեն արա տեսակ, այս հոգևորականը, այս ինչ կնոջը գրկել է, հասկանում եք ուր ենք ասել, մեզ ուր են